Տարածաշրջան հերթական այցով ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկին ճշտում են պաշտոնական Երևանի և Բաքվի դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրների լուծման հարցում։ Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պապովը։ Идет работа не так легко, потому что сложность переговоров соответствует глубине и тяжести самого конфликта. Համանախագահների այցը հաջորդեց Թուրքիայի արտգործնախարարի Երևանյան այցին, թեև Ահմեդ Դավութօղլուն բնավել Հայաստան չէր բերել Արցախյան հիմնախնդիրը, այնուամենայնիվ մտավախությունը թարմացավ։ Թուրքիան մեկ անգամ չէ, որ հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորել է այս հիմնախնդրի լուծմամբ։ Թուրքիան եւ Ադրբեջանը արտաքին գերատեսչական մակարդակով որոշակի համաձայնությունների եկել են, որպեսզի Թուրքիան բացատրելով թե ինքը ինչ է նախատեսում, առաջիկա 1-2 տարիներին ավելի ազատ գործի։ Հայ քաղաքագետները Թուրքիայի վերջին շրջանի ակտիվացումը ավելի շատ պայմանավորում են հայոց ցեղասպանության 100-ամյակի փաստով։ Թուրքիան մի գործընթաց է խաղում, որպեսզի, ինչպես նշեցի, ցույց տա միջազգային հանրությանը, որ Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնման փուլում է։ Արդյոք Թուրքիան կբարելավի հարաբերությունները առանց նախապայմանների, քաղաքագետները կասկածում են, բայց նրանք վստահ են մեկ հարցում՝ Հայաստանը չի ընդունի որևէ նախապայման։ Եթե մենք նրանք ավելի ճիշտ ցանկություն ունեն վերականգնեն այն հարաբերությունները, որոնց մինիմում այդպես ասենք եղել է միջև սահմանի փակումը, հետեւյալ դեպքում հայաստանյան դիրքորոշումը միշտ եղել է բավականին շիտակ եւ պարզ, մենք պատրաստ ենք վերսկսել բանակցությունները նախապայմանների բացակայության դեպքում։